Աննարս կյանքում ոչ մի բան չկա, ոչ մի բան անհնարին չես կյանքում, պապ, հասկանում ես։ Գևորգ, հավաքի քեզ։ Լսի, պապ, հեշտա չէ, որ ձերների բան թողել միրգով կաշնել, հեշտա չէ, բայց կարամիրիշ լավիրի, կարամիրիշ միշտ մուշի բորես, հասկանում ես, հասկանում ես դի։ Գևորգ, հավաքի քեզ, Գևորգ։ Ես չնդողես ես, ես Անդստացի աղբեր։ Նսար արդեն, նսար ինչ ասեց երես։ Արա հելես ասապելու նոր ձևա գտե իր համար։ Լավ արա դե դու մի հիմար բաներ խոսա, հա։ Արտակ, երես ասում էր ամեն ինչ կանում մորդ ոտի կհանեմ։ Իսկ հիմա իր տեղը հանգիստ նստել է, ու ասում է ոչ մի բան չեմ կարող։ Եվ հավայի բաներ մի խոսա, հա։ Հա բան եմ ասում աղբեր։ Երեխաներ, հիմա բոլորդ ինձ եք լսում։ Տեսնում եք այս գեղեցիկ աղջիկան։ Այո։ Հիմա ծանոթացնեմ։ Մերին սովորելու է ձեր դասարանում։ Ասում էի, չէ՞։ Ես էլ գիտեի։ Իսկ ում փոխարեն։ Ինչպես թե ում փոխարեն։ Ոչ ոքի։ Մերին տեղափոխվել է ուրիշ դպրոցից ու այսուհետև սովորելու է ձեր դասարանում ձեզ հետ միասին։ Երեխեք, հուսով եմ, Մերին չեք նեղացնի, չէ՞։ Այդ ինչի պիտի նեղացնեի։ Դե, ես ուղղակի ասեցի։ Ես կարծում եմ, որ դու ես դասարանում քեզ շատ լավ կզգաս։ Մերի արիստեղ նստի։ Հա, ու մի բան է։ Ինչ։ Հենց որ զանգը տա, բոլորս մի մարդուն ման վերցնում ենք մեր պայուսակներն ու տուն ենք գնում։ Դաս չեք անելու։ Ոչ։ Ջան։ Երեխեք։ Լու, դաս է։ Ու մի բան էլ, առավոտյան շուտ եք գալիս, քանի որ շատ լավ անակնկալ ունեք։ Ինչ անակնկալ։ Դե որ ասեմ, ինչ անակնկալ։ Մի բան ընտրի մոմ։ Չէ Լևոն, ես չեմ պատրաստվում ինչ-որ բան ընտրել, ես ուզում եմ իմանամ, որտեղից քեզ այդ փողերը։ Ես այդ փողը աշխատել եմ, մամ։ Լևոն, մի ծիծաղացրու։ Որտեղ ես աշխատել, հա։ Շատ վաղուց եմ աշխատել, մամ ջան։ Լևոն։ Հիշում ես, մամ, մի ժամանակ ես փողով կռվում էի։ Մի հիշեցրու։ Ես այն ժամանակ մեծ գումար էի աշխատել, մամ։ Բայց չվերցրեցի այդ փողը, թողեցի մամվելի մոտ, որովհետև դրա կարիքը չունեի։ Իսկ հիմա ինչ-որ մեկը երբ մտածում է, թե ես Յուլիային սիրում եմ Ալբերտի փողերի համար, ես որոշեցի այդ փողերը վերցնել ու ապացուցել, որ ես փողի կարիքը ընդհանրապես չունեմ։ Ու ինչ, մամվելը քեզ տենց հանգիստ այդ փողերը տվեց։ Իսկ ինչի պիտի չտար, մամ։ Ես այդ փողերը աշխատել էի, իմ արդար քրտինքով։ Ճիշտ է, հիմա դու ինձ չես հավատա, որովհետև իրոք դժվար է հավատալը, գիտեմ։ Բայց կռվողները մեծ փողեր աշխատելու հնարավորություն ունեն։ Ու դու այնպես գայթակղվեցիր այդ փողերով, որ միանգամից որոշեցիր հարստանալ։ Չէ, մամ, ես չեմ գայթակղվել դրանով։ Ու այդ հետ ամեն ինչ ինձ հետաքրքրել ես վաղուց դրա մեջ մտած կլինեի։ Բայց ես մտա դրա մեջ ու դու գիտես թե ինչի համար։ Եթե ինձ փող հետաքրքրել, մամ, ես իմ փողը մամվելի մոտ երբեք չէի թողնի։ Ու անկեղծ ասած, եթե մամվելին ինձ չասեր, որ ինքը ուրիշի փողը չի ծախսում, ես երբեք էլ այն չէի վերցնի։ Հասկանում եմ, բալես, բայց այդ փողերը կեղտոտ փողեր են։ Տուր իրեն։ Մամ, այդ փողը ես իմ արդար քրտինքով եմ վաստակել։
Ես դրա համար կռվել եմ։ Ու ինչ Լևոն, դու հիմա ուզում ես, որ ես քո արյան գնով վաստակած փողով առաջ շորը հագնեմ։ Մամ ջան, ես սա արդեն աշխատել եմ ու չեմ ուզում, որ դու դրա համար նեղվես։ Ես ուղղակի ուզում եմ, որ իմ մայր իրան ապահովված գա։ Ինչ որ ճոխություններ չեմ ուզում։ Շքեղ մեքենա, շքեղ հագուստներ, նման բաներ չեմ ուզում։ Ուղղակի ուզում եմ, մամ, որ դու չնեղվես։ Որ ամեն մի անարժան չվիրավորի քեզ։ Ես այս կյանքում շատ բաներ եմ կուլ տվել։ Շատ բաներից զրկվել եմ։ Բայց միշտ դեմքս պարզ քայլել եմ ու թեկուզ քիչ, բայց վաստակել եմ արդար, որ իմ տղեն լավ մարդ մեծանում։ Մամ, ես նորից եմ ասում, դու սրա համար ամաչելու ոչ մի բան չունես։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք մեր ապրելու պայմանները մի քիչ լավացնենք, որ ոչ մեկ չասի, թե մենք խոզանոցում ենք ապրում։ Պետք չի ամեն մեկի ասածը սրտիդ մոտ ընդունել։ Հոլանա ասեց, դե ինքը տենց կաներ։ Ինչի ես դու դրանից նեղվում։ Չեմ նեղվում, մամ, արամանում եմ ուղղակի։ Ու այդպես էլ շարունակի։ Դու գիտես, երբ կկարողանաս ասել, որ քեզ Ալբերտից ոչինչ պետք չի, երբ սովորես, կրթություն ստանաս, մասնագիտության մեջ հաջողություններ ունենաս, այդ ժամանակ հանգիստ կարող ես հայտարարել, որ դու ամեն ինչին հասել ես ինքնուրույն։ Այդպես էլ կանեմ, մամ ջան։ Տենց էլ կլինի։ Տենց էլ կլինի, բայց ես դա դեռ չեմ տեսնում։ Երդնում որ ես կանեմ դա։ Բարև։ Դու իմ մտքերն ես կարդում։ Գիտես, ամբողջ գիշեր չեմ քնել։ Ուզում եմ մինչև դատը քեզ տեսնել։ Մոռանում ես, որ ես վաղուց եմ ես ասպարեզում։ Ու շատ լավ գիտեմ, թե դու հիմա ինչ հոգեվիճակում ես։ Չէ, դու հաստատ չես իմանա։ Իմ մոտ ամեն ինչ իրար է խառնվել։ Բայց խառնվելու հարկ չկա։ Ուղղակի դու հանգիստ եղիր։ Հանգիստ կլինեմ այն ժամանակ, երբ նստած այստեղ օրերը կհաշվեմ, թե քանի տարի է դեմ այստեղից դուրս գալու։ Ինչ է ժպտում։ Արտյոմ, արի սենց պայմանավորվենք։ Դու հիմա ոչ մի բանի մասին մի մտածի։ Դատը մի օրում չի ավարտվում։ Հաճախ ամիսներ է տևում։ Իմ դեպքում տենց չի լինի։ Չես կարող ասել։ Դա քեզնից կախված չի։ Չես չեմ դիմանա, սիրտս արդեն պայթում է։ Արտյոմ, սովորիր համբերել։ Ու ինչ էլ որ լինի դատարանում, խնդրում եմ, ավելորդ բաներ չխոսես ու չանես։ Սեդան գալու է։ Անպայման։ Ուրեմն վաղը կտեսնեմ, հա։ Կտեսնես։ Այնտեղ ուրիշ մարդիկ էլ են լինելու, որոնց ներկայությունը քեզ միգուցե հունից հանի, բայց խնդրում եմ ու նաև պահանջում, որ դու ավելորդություն չանես։ Այդ աննասունի ընկերն էլ է լինելու։ Այո։ Ես դրան որ տենեմ չգիտեմ ինչ եմ անելու։ Աննասուններ, երկու հոգով աղջկան ենք հաշկշում։ Դու արդեն քեզ չես կարողանում կառավարել։ Չի լավ, վերջ, հանգիստ է։ Վստահ լինեմ։ Վստահ էր։ Դե, մեր գործերին հաջողություն։ Ուզում եմ սեղմում ձեռքը։ Այն ձեռքը, որ իմ նեղբայինից ձեռք մեկնեց։ Հաճույքով կսեղմեմ։ Բայց գործնական կնոջ ձեռքը սեղմում եմ։ Իսկ գեղեցիկ ու քնքուշ կնոջ ձեռքը համբուրում։ Արդեն զարմացնում ես ինձ։ Չգիտեմ էլ ոնց եմ լավությանը տակից դուրս գալու։
Արդեն ասել եմ, դրա համար վճարվում եմ, այնպես որ օգնիր ինձ, օգնիր, որ ես ես դատնել շահեմ։ Լավ, կհանդիպենք դատարանում։ Մինչև հիմա չեմ կարողանում հանգստանալ։ Ինձ հիշում եմ այդ անամոթին նյարդերս իրար են խառնվում։ Ճիշտն ասած, ես էլ եմ շատ զարմացած։ Չէ, դու հասկանում ես, նա իր աղջկան բերում է մի դպրոց, որտեղ սեդան է սովորել։ Այսինքն նա չգիտեր, որ սեդան էլ այստեղ չի սովորում։ Ինձ թվում է դա առիթ է սեդային տեսնելու։ Դրա համար էլ սեդան մինչև հիմա տարապում է։ Իսկ երեխան, նա մտածում է իր երեխայի մասին։ Ամբողջ դպրոցն է տեղյակ, որ սեդան ուսումբատը կապ են ունեցել, բա որ ականջն ընկնի։ Անժ, եթե նա չի մտածում, չի անհանգստանում, դու ինչու ես իրար խառնվել։ Ես ուղղակի չեմ ուզում, որ այդ աղջիկը ազդվի։ Տեր Աստված, հիմա էլ սմբատի աղջկա դարդը քեզ տվեցին։ Մի ժամից պիտի դուրս գամ։ Ուր։ Այսօր Արտեմի դատն է։ Վայ, Անժ։ Նել վանալին քեզ մոտ կթողնեմ, ես երևի ուշ կգամ։ Ես երևի այսօր տուն կգնամ։ Նել, եթե ուզում ես, կարող ես ինձ մոտ մնալ։ Չէ, կգնամ տուն։ Արմանը չի զանգել, ինձ թվում է հասկացել է։ Ես արդեն հոգնել եմ քեզ ասելուց, որ դու շատ մեծ սխալ ես թույլ տալիս։ Գևորգ, տղա ջան, արի գոնե մի անգամ մարդավարի խոսենք։ Մարդավարի խոսանք, հա? Մարդավարի խոսանք, խոսում են մարդավարի խոսալ է, ասա։ Չէ, տղա ջան, այդ արդեն չեղավ, Գևորգ ջան, չեղավ։ Դու ախր չես հասկանում, թե ես հիմա ինչ եմ զգում, չես հասկանում ինձ, բան։ Հասկանում եմ, Գևորգ ջան, հասկանում եմ, որովհետև այն ինչ որ դու ես զգում, ես էլ եմ զգում։ Նրան գումարած մեղքի զգացումը, որ այսքան տարի ինձ տանջում է։ Տանջում է, հա? Մեր ես այսքան տարի դեղերի տակ շշմած է եղել։ Հիմա էլ այդ ամեն ինչ է ընկում, ես հիվանդությունն էլ։ Չես հասկանում, պապ, չես հասկանում ինձ։ Գևորգ, հիվանդությունը չեն առնում, տղես, հասկացի։ Պապ, բայց մի բան հնարավոր է չէ անել, մի բան հնարավոր է։ Ես քեզ երեգել ասեցի, որ ամեն ինչ կանեմ, ասեցի չէ։ Ուրեմն այս աշխարհում մտնես բժիշկ չկա, որ մորս կարողա բուժի։ Քեզ ինչ է թվում։ Եթե այս հիվանդությունը բուժում ունենար, մարդիկ չէի բուժի։ Չգիտեմ, բայց իմ մերը պետք է բուժվի։ Անպայման պետք է բուժվի, պապ։ Գևորգ, այդ ժամանակ էլ էր ասում, որ կբուժվի, ասում էիր, դրա համար իրան տուն տարար, տուն վարձեցիր, կողքը մնացիր, պահեցիր, ինքդ էլ հասկացար, որ այդ անհնար է։ Այն ուրիշ էր, էսի ուրիշ է։ Ես ավելի սարսափելի է։ Ես բուժում չունի։ Պապ, խնդրում եմ, պապ, չեմ ուզում մորս կորցնել, պապ, խնդրում եմ, մի բան արա մերս բուժվելի, խնդրում եմ, թեկուզ իրանից հեռու, բայց մորս բուժի։ Պապ, չեմ ուզում մորս կորցնել, չեմ ուզում։ Գևորգ ջան, Գևորգ։
Հնար։ Ասաց, որ գործեր ունի, այսօր էլ չի գա։ Որ դες չեմ հասկանում։ Էլի նույն բանը սկսվեց։ Էլի կեսամեկի վերջը ոչ մի նորմալ գնահատական չունի։ Գործածայի հետ էր։ Չունի բանալը։ Չգիտեմ։